Այսինքն, վատ սովորություններն են համարվում հիվանդություններ։ Եվ դա բավականին վատ սովորություն է։ Ականջակալները իրենք անմիջապես աղմուկը, ձայնը, ականջի լսողական անցուղի միջոցով հաղորդում են թուկա թաղանթին լսողական ոսկրտների և լսողական նյարդի։ Այդ ճանապարհը անցնելով իրենք հարվածները վնասում են լսողական նյարդը բերում են ծանր լսությանը։ Ականջակալները պետք է օգտագործեն չափավոր և ձայնի հզորությունը պետք է անել չափավոր։ Պետք է իրարել 60-60 կանոն, այսինքն ձայնի բարձրությունը պետք է բարձր չլինի 60 դեցիբելից, այսինքն մինչև 60 դեցիբել, և պետք է կրել ականջակալը 60 րոպե։ Ես ինքս մեքենա եմ վարում, ես ականջակալներ չունեմ, ոչ մի տեսակի, մեքենան ունի audio system, զանգում եմ, կնագում ասեղում և ես մեքենայում եմ, բարձրատան խոսում եմ։ Ժամանակի երբ մեքենան ավելի հին մեքենա է և չուներ այդ audio system-ը, ունեի ականջակալ, որ դրված է ձեռի տակ հարմար տեղ։ Զանգը գալիս է, վերցնում դնում էի ականջից, ես իմ համար մեքենան վարում խոսում է, հետո հետ էի վերցնում դնում տեղը։ Նույնը վիրահատությունների ժամանակ, ես չեմ օգտագործում ականջակալ, ունեն բժիշկներ, ովքեր ամբողջ ականջակալ ականջի վիրահատում են և հիվանդը զանգում է, հետո խոսում է, կամ հարազատը զանգում է, հետո խոսում է։ Ոչ, ես թողնում եմ հեռախոսս, չեմ պատասխանում զանգերին, օգնականներից մեկը պատասխանում է բժշկի գրանցան, հետո զանգից ես։ Որովհետև երկար, եթե ես ժամ, 2 ժամ, 3 ժամ, երակ կատարեմ այդ 60 րոպե կոչվածը, կունենամ նույն խնդիրները, լսողական նյարդի վնասով։ Այսինքն, եթե կրում ենք 60 րոպե և 60 դեցիբել մինչև ոչ բարձր։ Ցանկալի է դա չկրել, շատ ճիշտ։ Դրանից ավել կրելու դեպքում մեկ այլ վնասները։ Ականջակալները, երբ որ երկու ականջը փակվում է, մայրիկը, հայրիկը ձայն է տալիս չեք լսում, չէ՞։ Հետները խոսում են մի կես ժամ, հետո պարզում են, դուք նայում եք դեպքում, բայց չեք լսում ինչ է խոսում, հետո հարցում չեք պատասխանում, հետո բազմակից ականջակալ կա, այսինքն ձեր ուշադրությունը շեղվում է։ Նույնիսկ հայրիկը, մայրիկը ձեր կողքին խոսում են, դուք չեք լսում, պատկերացրեք փողոցում։ Ականջակալով քայլում եք ու ձեր ուշադրությունը շեղվում է։ Դուք չեք տեսնում, ասենք, խոսերը, չեք տեսնում կողքից մոտեցող մարդկանց, չեք լսում ձայները, ավելև փողոցն անցնելուց բազմաթիվ են դեպքեր, երբ ականջակալով երեխան կամ մեծ մարդը, չլսելով և չտեսնելով կողքից մեքենայի տակ են գնում։ Նման դեպքի